Երբեմն նույնիսկ հասուն զավակները իրենց մեղք ունեն այդ բաժնում, որովհետև իրենց ընտանիքը ունենալով կամ իրենց կողակից ընտրելով նրանք բոլորովի մոռանում են, որ ունեն ծնող, այսինքն օրերով չեն հետաքրքրում մայրը ինչ է անում, մորը կոպտում են իրենց նոր ընտրյալի ներկայությամբ եւ այսպիսով առաջացնում են ինչ-որ մի թշնամական վերաբերմունք։ Հասուն մարդը միշտ ունի հնարավորություն քննարկել իր արածները։ Ես առաջինը իհարկե խորհուրդ կտայի այդպիսի իրավիճակում նստել կլոր սեղանի շուրջ եւ քննարկել։ Իսկ մնացած բոլոր դեպքերում այստեղ որոշումը պետք է լինի հստակ եւ որոշումը պետք է լինի այնպիսին, որպեսզի այս հարաբերությունների մեջ ոչ ոք չտանջվի։ Ոչ ոք ասելով ես նկատի ունեմ նաեւ ծնողին։ Նույնիսկ ծնողը պետք է հասկանա, ինչ որ մի ժամանակ բաց թողնի իր զավակին, որպեսզի ինքը նույնպես դուրս գա կախվածությունից, քանի որ այստեղ կա բացահայտ հիվանդակին կախվածություն, որը հաճախ նաև իհարկե անդրադառնում է խանդի տեսքով կնոջ նկատմամբ։ Այո, շատ հաճախ, ես կասեի շատ հաճախ, նույնիսկ տեսեք տոների ժամանակ բոլորովին վերջերս մի այսպիսի բողոք իմացա, որ տղան հարսին շնորհավորել է ապրիլի 7-ի կապակցությամբ, իսկ սկեսուրը կողքից ասում է, դե մենք մարդ չենք, մեզ ոչ ոք չի շնորհավորում։ Տղան իհարկե հաջորդ րոպեին շնորհավորել է նաև մորը, նվեր է գնել, բայց եթե ի սկզբանե տղան նկատեր, եւ կարծում եմ ճիշտ կլներ, որպեսզի մի փոքր ձևով նա շնորհավորել նաև մոր տոնը, որովհետեւ դա հավասար տոն է մոր եւ իր կնոջ համար։